Այսինքն հիմա Արսենի մոտ ես գնում։ Ախպերդ լավ չի։ Նայում ես դեմքին քեզ թվում է, թե սիրտը կկանգնես։ Դե Արսենը երբեք ուժեղ չի եղել։ Ազնիվ է եղել։ Այդ ավելի կարևոր բան է։ Ես եմ իր հանդեպ անազնիվ։ Ես եմ խաբում։ Չնայած այն բանին, որ իբր թե ուժեղի ես եմ։ Հիմա որն ավելի կարևոր։ Հա? Որն ավելի ճիշտ։ Ազնիվ թե ուժեղ։ Ուր էիր։ Գործերով, Ադելը ոնց է։ Չգիտեմ, մինչև հիմա հանգիստ էր։ Հիմա շատ է հարցեր տալիս։ Ուզում է վեր կենա, բժիշկի համարն է ուզում։ Այդ բժիշկն էլ չզանգեց, որ իմանայի կանխավճարը երբ ենք փոխանցելու։ Եթե այսօր էլ չզանգեց, ես կգնամ։ Գիշերը Վիգենն էր եկել, քեզ էր հարցնում, զանգեց չպատասխանեցիր։ Էս ինչ է ասենց կեղտոտ, էս ինչ ես արել, էս ինչ գործ ես արել։ Մի խոսքով դու քո սխալը չես ուզում ընդունես։ Հով ընդամենը մի բան եմ խնդրել, այդքան դժվար է։ Հա դժվար է, բա ինչ է։ Ու ինձ թվում է Ադելը ինչ-որ բան սկսել է հասկանալ, որովհետև զանգում է ու հարցեր է տալիս Լիզա։ Ինչի ես ստիպում, որ ես խաբեմ, հա։ Լակոտ եմ, Լիզա, կամ ասենք ինչ կա դրա մեջ։ Ինչ հարցեր է տալիս։ Դե օրինակ մի քիչ առաջ զանգել էր ու ասում էր հովո դու ինձ բան ունես ասելու, բայց չես ասում։ Այսինքն Մի խոսքով չգիտեմ ինչ ես հորինել, բայց մինչև վերջ չես խոսում։ Չեմ հասկանում ինչի պիտի չուզի մարդ, որ քուրը իմանա իր ամուսնության մասին։ Հով խնդրում եմ, հենց հիմա ձեռքից լիքը ծանր բաներ կա, Ադելի իրերը դեղատնից տանում եմ տուն։ Խնդրում եմ, հասնեմ տուն կխոսենք, հա։ Հա, ես էլ խոսակցությունը փակելու նոր ձև է, չէ։ Չէ, հով տուն հասնեմ, կհանդիպենք կխոսենք։
Մենք որ հանդիպենք, այս թեմայով ոչ մի բան էլ չենք խոսելու։ Ասեմ ավելին, Լիզա ջան, ես հիմա գալիս եմ ձեր տուն, ու Ադելը եթե ինչ-որ բան հարցրել, շատ ուղիղ պատասխանելու եմ։ Համոթնելա լավ բան դրել ենք, ես ինչ ենք քննարկում։ Հով։ Ալո։ Հով։ Ուֆ։ Օգնեմ։ Ինչ։ Դե ինձ թվաց պարում ես։ Հետո ասացի դժվար այսքան բան ձեռդ բռնած պարես։ Ասացի գամ օգնեմ։ Չէ, պետք չի, շնորհակալ եմ։ Հեռախոսս։ Ուր է հեռախոսս։ Լսի, ես հումորի տրամադրություն չունեմ, հեչ ծիծաղելու չի, տուր հեռախոսս։ Հա բայց իմ մոտ հեռախոս չկա։ Բա ուր է նոր ականջիսեր։ Հա, ես էլ տեսա։ Այստեղ ուրիշ մարդ չկա, ես արդեն սկսում եմ ջղայնանալ։ Հենց հիմա տուր հեռախոսս դու ես վերցրել։ Գիտես, չզգացվում ա, որ սկսում ես չհայնանալ։ Արունը լցվում ա աչքերիդ մեջ, դառնում ես ինչ էր անունը։ Հա, դրակոն։ Ես թե չէ էլի սկսելու ես պարել։ Ալո, Ուր հասար։ տուն եմ հասնում։ Լավ գանք խոսանք։ Կարել էր, չէ՞ ասել կներես։ Նոր վրես գոռում էիր, որ ես եմ հեռախոսդ վերցել։ Կներեք։ Ոյ չորշի։ Կուզես օգնեմ տանես վերև։ Ծանր չի։ Չէ, ես ինքս։ Շնորհակալ եմ։ Չարժի, սիրուն ջան։ Հա, հասկացա, լավ։ Ասում եմ ժամանակ դուր կմտածեմ, լավ։ Հա, ասա։ Հա։ Հա, արդեն ասել եմ։ Եղավ, լավ։ Դե, հա, ես էլ կասկածներում եմ։ Լավ, լավ։ Ոնց ես։ Գիշեր եկել ես, տանը չեմ եղել։ Հա, ճիշտն ասած, մտքով հետդ էի ասացի։ Նստենք մի երկու բառ խոսենք, բայց հիմա ուղղակի ընդհանրապես տեղում չի։ Բան ա եղել։ Դե, ինչ որ գիտես, էլի։ Սարիկը։ Ինչ որ նորություն կա։ Լավ հարցեր չեմ տալի։ Գիտեմ, որ չես սիրում։ Հետո կխոսենք։ Առայժմ չգիտեմ ով, բայց իմանալու եմ։ Ընդամենը մի քանի հոգի գիտեին, որ Փիրուզի տուն են գնալու։ Առավոտ 6-ին մտնում են խոզարկության ու ամեն ինչ մաքրած է։ Դա Բայց թարմա մաքրած, հասկանում ես։ Երևում է ինչ-որ բան ա եղել դրած։ Միտեղ փոշին կա, միտեղ չկա։ Երևի իմացել են ու մի գիշերվա մեջ մաքրել են։ Պատկերացնում ես, իմ բաժնում երբեք սենց բան չի եղել։ Ներքին քննության հրաման եմ տվել։ Լսի, այնքան եմ գլուխս կորցրել, որ լրիվ մոռացել եմ։ Այսօր պետքա դուրս գաք, չէ՞։ Երևի դրա համար ես եկել։ Դե պետքա տուն ճարեմ։ Պետքա հարմար լինի։ Հա, բայց ես քեզ ասել եմ, որ հանգիստ կարաք մեր տանը ապրեք։ Ինչ քեզ թվում է օդի մեջ եմ ասել։ Հենց այսօր էլ հավաքվեք ու եկեք, հովոնել կօգնեն։ Ես պետքա տուն գտնեմ։ Հա, էլի կգտնես։ Բայց գոնե կիմանաս, որ գլխիդ տանիք կա ու հանգիստ ման կգաս։ Փրկում ես։ Հա, մոտա մի շարունակի։ Լավ, գնա։ Ադելի թեմայից ինչ կա։ Նորություն չկա։ Լավ, գնամ հավաքվենք արդեն։ Հա, դու գնամ, մի քանի բան կա ճշտելու, ես կճշտեմ ու կգամ։ Կգամ տուն։ Կամ էլ գիտես ինչ անենք։
Արի գնանք, ես գործ անեմ, դու սպասի։ Վերջացնեմ երկուսով գնանք, ամել կօգնեմ քեզ։ Մեկ այս են թեմանա, որ ուզում եմ առայժմ ոչ պաշտոնական իմանամ ամեն ինչ։ Այսինքն արի կհասկանաս, արի։ Հա, հով, Կարող է իջնես դրսում խոսանք։ դրսում։ Դու արդեն հասել ես, հով։ Հով չես լսում, ասում եմ հասել ես։ Չէ, բայց հասնեմ մասեմ իջի չեմ ուզում տանը խոսանք։ Լավ։ Վաղուց ես թաղերում եղած չես լինի։ Դուք կարոտը տար, ես երկու բար խոսեմ գամ։ Ես մեքենայի մեջ կմնամ։ Գնացիր նոր տեսա, որ թողել ես։ Շնորհակալ եմ։ Կարամ մի բան ասեմ։ Խնդրում եմ մենակ թե հայացքով չնայես, որ էլի արուն լցվի։ Թե չէ գնալու եմ տուն, երազից քեզ տենամ վախենամ։ Ասեք։ Լավ, ոնց որ փոշմանն եմ, ոնց որ էլի process-ը սկսվում է, հա։ Էլի դառնում ես դրակոն։ Լիզա։ Բարի օր, Պրիստոտա։ Ինչա պատահել, որ ամեն օր գալիս եք մեզ այցի։ Ես քեզ ասեցի, չէ, որ իմ տղայի մասին ոչ մի լուր չունեմ։ Հիմա էլ ասում եմ, որ ավելացնելու ոչ մի բան չունեմ։